Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, այսօր խոսելու ենք սպորտային պարերից, հյուրս Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տակավին վերջերս Հայաստանում, Երևանում կայացավ ձեր հերթական խոշոր միջոցառումը։ Եթե նախկինում աշխարհի գավաթի խաղարկություն էր, ապա հիմա ֆորմատը փոխել էիք, ավելի այսպես այլ կարգի մրցում էիք հյուրընկալել, վարկանիշային բաց առաջնություն էր կոչվում։ Նախ գործընկերներս դիտել են առաջնությունը ու նյութ են պատրաստել ռեպորտաժ, դիտենք այն եւ հետո վերադառնանք զրուցենք։ Լավ, խնդրեմ։ Պարն այն եզակի լեզուներից է, որի միջոցով մարդիկ կարողանում են խոսել առանց բառերի, պատմել պատմություններ առանց գրչի, զգացմունքներ փոխանցել առանց բացատրությունների։ Հայաստանի մայրաքաղաքն օրեր առաջ հյուրընկալեց հերթական բաց առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 500 մարզիկ 11 երկրից։ Այս մրցաշարում մեզ համար ամենահիշարժանն իհարկե մեր մարզիկների գրանցած հաղթանակներն էին։ Մեծահասակների եվրոպական պարաձևում Յարոսլավ Կիսիլյով, Դիանա Վիլեգջանինա զույգն իրենց գրավիչ ելույթով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Նրանց նրբաճաշակ քայլերը, ճշգրտությունը եւ ներդաշնակությունը փայլեցին այնպես, ինչպես հազվադեպ է հանդիպում նույնիսկ միջազգային ասպարեզում։ Իսկ լատինամերիկյան մրցաձևում պատվոհարթակի ամենաբարձր աստիճանին կանգնեց Նիկիտա Զեմլյանով եւ Սոֆիա Ֆիլիպչուկ զույգը։ Նրանց կրքոտ, պայթյունավտանգ եւ մաքուր էներգիայով լեցուն պարը գերեց մրցավարների սրտերը։ Մինչև 21 տարեկանների պարգևատրման արարողությանը եւս Հայաստանի դրոշը բարձրացավ։ Դավիթ Պարսեղյանի եւ Աննա Ելչանինովայի հաղթանակը վկայությունն է, որ երիտասարդ սերունդը գրեթե ոչ մի բանով չի զիջում փորձառուներին։ Բաց առաջնության գեղեցկությունն այն էր, որ հաղթանակներ ունեցանք ոչ միայն զուգապարում, այլև սոլո կատեգորիաներում, որտեղ դեռահասները ջունիոր 1 եւ ջունիոր 2 տարիքային խմբերում ներկայացան մեծահասակներից ոչ պակաս հմուտ։ Մարիա Մխիթարյանն ու Նատալի Հարությունյանն այստեղ դարձան այն լուսավոր անունները, որոնք ապացուցեցին, երբեմն մեկ մարդը կարող է լցնել ամբողջ բեմը իր ներքին ուժով, զգացողությամբ եւ շարժումով։ Այդ օրերին պարը դարձավ լեզու, որը միավորեց շուրջ 500 մարզիկի եւ հազարավոր հայ երկրպագուների։ Իսկ հայ պարողներն իրենց շարժումներով դարձյալ պատմեցին մեր հայրենիքի ամենագեղեցիկ պատմություններից մեկը՝ հաղթանակի պատմությունը։ Մենք տաղավարում ենք եւ շարունակենք թեման։ Նախկինում անցկացվում էր աշխարհի գավաթի խաղարկություն։ Ինչով էր տարբեր այս մրցումը, գուցե մասնակիցների քանակն էր պակաս, գուցե որակն էր մի փոքր ցածր, ովքեր էին մասնակցում ընդհանրապես եւ ինչու որոշեցիք այս մրցումը անցկացնել։ Այո, դուք ճիշտ եք, բազմիցս ունեցել ենք 5 աշխարհի առաջնություն տարբեր տարիքային խմբերում։ Այս տարի չվերցրեցինք հատուկ աշխարհի առաջնություն ֆինանսի պատճառով, հրաժարվեցինք վերցնել այս տարի աշխարհի գավաթի առաջնություն, ակնկալելով, որ մյուս տարի կարողանանք վերցնել աշխարհի գավաթի առաջնություն, խաղարկություն եւ, այսպես ասած, մեր պատիվը ոնց որ միշտ պահել ենք բարձր, այդպես շարունակենք պահել բարձր։ Ինչքան էր ավելի քանակը այն ժամանակ այս անգամվանից։ Եթե ոչ կրկնակի կամ եռակի նույնիսկ տարբերությունը շատ մեծ էր։ Ճիշտ է, էլի բավականին մասնակիցներ ունեինք, 11 երկիր էր մասնակցում, պարողների քանակն էլ բավականին շատ էր, բայց եթե համեմատենք աշխարհի առաջնությանը որպես կանոն մոտավորապես առնվազն 30-ից 35 երկիր է մասնակցում։ Իսկ որակական առումով այնուամենայնիվ մենք ունեինք զույգեր, որոնք բարձր կարգ ունեն եւ աշխարհում ներկայացված են։ Իհարկե, միանշանակ ունենք 3 տարիքային խմբերում հայ զույգեր, ովքեր այս հենց վերջին առաջնությանը բնականաբար զբաղեցրեցին ամենաբարձր։ Շատ լավ։ Մենք երկար տարիներ ձեր ասացի պես աշխարհի գավաթի խաղարկություն էինք անցկացնում կամ աշխարհի առաջնություն տարբեր տարիքային խմբերում, ակնկալելով, որ կամաց-կամաց պիտի ունենանք մեր զույգերը։ Այն ժամանակ մենք նատուրալիզացրեցինք զույգեր, որոնք
Փառք Աստծո, շատ լավ հանդես եկան, շարունակում են Հայաստանը շատ լավ ներկայացնել, որովհետև դեռ շատ երիտասարդ են ու երկար էլ ներկայացնելու են։ Բայց արդյոք տվեց այդ ամենը իր ցանկալի արդյունքը եւ արդեն ձևավորվեցին տեղի կադրեր։ Եղան երեխաներ, ովքեր արդեն մեր դպրոցի սաներն են եւ կարողանում են հավասար պայքար մղել ուժեղների հետ։ Միանշանակ արդյունք տվել է այդ ամենը։ Տեսեք, համեմատական չեմ կարող անցկացնել հավասարին պես, բայց բավականին արդյունքները հայ մարզիկների գնալով ավելի լավն են դառնում, ավելի ճանաչվում է մեր պետությունը համաշխարհային ֆեդերացիայում, բավականին բարձր դիրքերում ենք գտնվում, իհարկե հաշվի առնելով մեր երկրի փոքրությունը, արդյունքները վատը չեն, գոհացնող են, սպորտաձևը զարգանում է, հաճախորդների քանակը ավելանում է, այսպես շարունակ։ Ընդհանրապես լոգիստիկ առումով Հայաստանը բավական գայթակղիչ է դարձել։ Եթե մի քանի տարի առաջ Հայաստան գալու համար շատ մեծ գումար պիտի տայի տոմս ձեռք բերելու, որովհետև շատ քիչ էին չվերթները, ապա հիմա բազմաթիվ ավիաընկերությունների առկայությունը բերել է նրան, որ շատ էժան կարելի է հասնել Երևան եւ վերադառնալ Երևանից տարբեր ուղղություններով։ Սա նպաստում է այս առումով մարզիկների բազմականակությանը։ Իհարկե, իր դերը տանում է այդ ամեն ինչը։ Տեսեք, եթե վերհիշենք անցած ճանապարհը, երբ որ մենք սկսեցինք առաջին անգամ անցկացնել աշխարհի առաջնություն, տարին տարվա վրա զգալի աճ ենք նկատում մարդկանց հոսքի։ Գնալով ավելի են ցանկանում դրսի ժողովուրդը գալ Հայաստան, ներկայանալ Հայաստանում։ Այսինքն առաջնությունը ինքն իրենով արդեն մեծ անուն է ձեռք բերել։ Ես չգիտեմ այս տարի ինչպես էր, ցավոք ներկա չեմ եղել, բայց նախանցած տարիներին, երբ լինում էի, տեսնում էի, որ նաև երկրպագուների քանակն էր ավելանում։ Ասենք թիմերի հետ միասին մի քանի հոգի էլ գալիս էին դիտելու, ծնողները, ընկերները, բարեկամները ու պարզապես մարդիկ, ովքեր գիտեին, որ այսպիսի մրցում կա ու համատեղել էին օգտակարը հաճելիի հետ, եկել էին, որպեսզի մի քանի օր էլ մնան վայելեն Հայաստանը։ Կար այս տարի այդ տենդենսը նկատվեց էլի։ Այո, շատ ճիշտ եք նկատել, հենց քիչ առաջ նշեցի, որ գնալով ավելանում են մարդիկ, հենց այդ իսկ պատճառով, երբ որ եկան տեսան առաջի երկրորդ անգամ Հայաստանը, կողքից եւս մարդիկ ուղղակի ցանկություն հայտնեցին գան դիտեն այդ առաջնությունը։ Հենց այդ ամեն ինչը նպաստել է, բնականաբար արդյունքը տվել է իր, հոսքը գնալով շատանում է։ Չգիտեմ ինչքանով ազդեց բրեյք-դանսի դուրս գալ օլիմպիական խաղերի ծրագրից։ Երկու օլիմպիական խաղեր այն կար, հիմա դուրս եկավ։ Ճիշտ է, մենք այսպես թե այնպես չենք մասնակցել, որովհետև ցավոք ունենալով բավական լավ բրեյք-դանս պարողներ, մենք չկարողացանք այդպես էլ որակավորվել, ունենալ օլիմպիական մակարդակի մարզիկ մասնակցելու։ Հիմա երբ բրեյք-դանսը դուրս եկավ, դա ազդեց նաև այս պարահանդեսային պարերի, սպորտային պարերի վրա, թե դա առանձնապես չնկատվեց մեզ համար։ Գիտեք, սենց ասեմ, գնում են խոսակցություններ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, մի քիչ կասկածելի է, արդյոք դուրս եկավ, թե դուրս չեկավ։ Որովհետև այս վերջերս նամանավան շատ են խոսում, որ կարող է հետ վերադարձնեն, հնարավոր է որ հետ վերադարձնեն, միգուցե եւ ոչ Լոս Անջելեսում, հնարավոր է հետ վերադարձնեն։ Իսկ ինչ վերաբերվում է բրեյք-դանսը ազդեց սպորտային պարերին, թե չէ, կարող եմ ասել ոչ, որովհետև տարբեր բաներ են իրանք։ Սպորտային պարերը լրիվ այլ հասկացողություն է, բրեյք-դանսը լրիվ այլ հասկացողություն։ Այսինքն մեկը մյուսին ընդհանրապես չի խանգարում։ Այստեղ կարող ենք մի փոքր նույնիսկ վիճել, որովհետև երբ երկիրը ունենում է ուժեղ մարզիկ չեմպիոն որևէ մարզաձևից, դա նպաստում է, որ մյուս մարզաձևերում էլ ակտիվություն նկատվի։ Ընդհանուր հետաքրքրությունը դեպի սպորտը խթանվում է եւ դա բերում է հոսք դեպի սպորտ, տարբեր մարզաձևեր։ Այնպես որ չի կարող բարեր կոչված երևույթի մեջ մեկի ուժեղանալը մյուսի վրա իր դրական ազդեցությունը չունենալ։ Միգուցե դուք ճիշտ եք, բայց ստատիստիկայի առումով ես կարող եմ նշել, որ սպորտային պարերը իր թևով է զարգանում, բրեյք-դանսը իր թևով։ Ես չեմ խոսում նրա մասին, որ մեկը ավելի առաջ է կամ մեկը ավելի հետ չէ։ Ամեն պարաձև, ամեն սպորտաձև իր
ճիշտ արդյունքները տալիս է, զարգանում է, այնպես Հիմա 2027 թվականին, երբ Երևանում կայանալու են ֆրանկոֆոնյան խաղերը, դրա ծրագրում մշակութային մասում կա break dance։ Ինչ ենք անելու։ պատրաստվում ենք։ Ունենք։ Պատրաստվում ենք, Ինչպես այո։ ենք պատրաստում։ Ուղղակի այսպես տրամադրվում ենք, նստում մտածում ենք, որ ինչ լավ է, մենք մասնակցենք, թե Չէ, խմբեր ունենք, բավականին մարզիկներ ունենք։ Միակ խնդիրը կանում է նրանում, որ մենք առայժմ չունենք միջազգային կարգի մրցավար, իսկ մինչև 27 թվականը մենք այդ հարցը պետք է լուծենք, որովհետև դա համար 1 խնդիրն է, համար 1 պահանջն է, որ դրված է, որ Հայաստանը պետք է ունենա մրցավար։ Դե հասկանալի է, եթե խաղերի ծրագրում կա, ուրեմն պետք է Հայաստանը որպես ներկայացնող երկիր, որպես հյուրընկալ երկիր պիտի իր մրցավարը ունենա։ Ինչը չենք ասի սպորտային պարերի, չէ, պարագայում դուք ու էլի քանի միջազգային մրցավար ունենք 7 միջազգային կարգի մրցավար, Հայաստան ներկայացնող, այո։ Դե իհարկե կարծում եմ շատ այսպես մերկ կլինի հարցը, արդյոք նրանցից որևէ մեկը կարող է դառնալ break dance-ի, բարձր որ սրանք տարբեր երևույթներ են, այդ դեպքում դրսից եք հրավիրելու, նատուրալիզացնեք կամ մեր Սփյուռքը ունի այդպիսի ներկայացուցիչ, թե արդեն մարդ կա, ում կարող եք ուղարկել վերապատրաստումների։ Չէ, Սփյուռքից, այո, կան Սփյուռքից։ Ես գիտեմ Ռուսաստանում հաստատ Մոսկվայում մենք ունենք եւ պարողներ ունենք եւ մրցավարներ ունենք։ Շատ ճիշտ եք, ունենք, բայց միանշանակ մենք նախընտրում ենք մեր տեղացի բնիկ ստեղծված հայ անձնավորությանը ուղարկենք վերապատրաստման, քննություն հանձնի, ստանա համապատասխան կարգը, որպեսզի կարողանա սպասարկել մրցույթը։ Իսկ ընդհանուր առմամբ գոհ եք այն հոսքից, որ կա դեպի սպորտային պարեր։ Շատ երեխաներ են ուզում պարել։ Այո, երեխաներ շատ են ուզում, չենք բողոքում, հոսքից չենք բողոքում ընդհանրապես վատ չի։ Ըստ ձեզ ժողովրդական կամ այսպես այլ պարերի են ավելի շատ գնում, թե սպորտային պարերի։ Գիտեք, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, իհարկե զրուցելով ընկերների հետ, մասնագետների հետ, տարբեր բնագավառների, թե ժողովրդական պարեր, թե տարբեր ազգերի պարեր, ընդհանրապես հոսքը ավելի նվազել է։ Ավելի նվազել է նամանավանդ տղաների առումով։ Հատական խնդիր է, չէ՞։ Տղաների առումով նամանավանդ։ Եթե առաջ ժողովրդական պարերում խնդիր չկար տղաների, այսօր արդեն խնդիր կա տղաների։ Նույնիսկ ժողովրդական պարերը։ Մտածելակերպն է փոխվել, թե մարդիկ ավելի շատ դեպի IT ոլորտ են գնում, չեն ուզում պարել։ Ոչ միայն IT ոլորտ են ուզում գնան, պարը ընդհանրապես հետաքրքիր չի։ Մարդիկ կարծում են, որ դե պարով ինչ ընտանիք պետքա պահես, բայց դե կան գաղտնիքներ, որ հնարավոր է ընդհանուր պարով լավ գումարներ վաստակել։ Ուրեմն գուցե քարոզչությունն է թույլ, գուցե չեք կարողանում համապատասխան գովազդային դաշտ ապահովել, մարդկանց կանչել։ Միգուցե այո, բայց ես ավելի հակված եմ, որ ոչ, մենք ոչ պակաս աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, ասեմ ավելին ընդհանուր շատ հաճախակի մենք ունենք ակումբներ, ովքեր որ ընդունում են տղա երեխայի պարի եւ վարձավճարից ուղղակի ազատում են։ Նույնիսկ այդ տարբերակով աշխատում են, բայց դա էլ չի ազդում ոչ մի բանի վրա։ Գուցե նաեւ խնդիր է դահլիճների պակասը։ Դուք արդյոք ենթակառուցվածքներով ապահոված եք։ Մենք ապահոված ենք ինքներս մեզանով, այսինքն վարձակալության ենք վերցնում ստուդիաներ եւ աշխատում ենք։ Այսինքն պետության կողմից մենք չունենք հատուկ տարածքներ, որտեղ մենք կարող ենք աշխատել։ Բայց կան արդյոք վարձակալության համար գոնե տարածքներ, որտեղ անկեղծ ասած այս վերջերս ես բասկետբոլի ակումբի համար հետաքրքրվել էի, սպորտի կառավարման կենտրոնի դահլիճը զբաղված էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնություններով եւ թիմերը բասկետբոլի թիմերը խնդիր ունեին մարզվելու։ Դուք արդյոք ունեք այդ քանակը դահլիճների, որ այո, մենք ունենք բավականին քանակի դահլիճներ, որտեղ իրականացնում ենք մեր թե ուսումնամարզական հավաքները, թե ամենօրյա մարզումները, յուրաքանչյուր ակումբ ունի իր առանձին ստուդիան, բնականաբար։ Խնդիր չունենք դահլիճների։ Շատ լավ, իսկ Հայաստանի ակումբների առաջնությունը մրցակցային է։
Այո։ Հաղթողները ունեն հնարավորություն գնալ մասնակցել միջազգային մրցումների, թե այնուամենայնիվ մենք ունենք մի քանի զույգ, որոնք Հայաստանը դրսում ներկայացնում են, իսկ մյուսների համար անցնելը բավական բարդ է։ Մենք ունենք կոնկրետ մի քանի զույգ, ովքեր ներկայացնում են Հայաստանի դրոշը, դա մեծահասակ կարգում, երիտասարդ կարգում բնականաբար, այն լավագույն կարգերում, եւ ունենք անհատներ, արդեն այսպես ասած նոր թափ է առնում աշխարհով մեկ, անհատ պարուհիները հիմնականում, ովքեր արդեն հնարավորություն են ստացել ներկայացնել իր երկիրը, աշխատում ենք նույն ծրագիրը, ուղղակի առանց զույգի։ Հետաքրքիր է այդպես անգամ։ Մի քիչ տարօրինակ է, անսովոր է, որովհետև է սպորտաձևը զուգապար է, բայց մրցակցություն կա, շատ մրցակցություն կա, ասեմ ավելին։ Տարբերությունը կայանում է նրանում, որ զուգապարի ժամանակ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի երկուական զույգի ներկայացնի։ Իսկ անհատների տարբերակում հնարավորություն ունես ոչ թե 2, այլ 12 կամ 22 հոգի ներկայացնես քո երկրից։ Այդպես է կարգը։ Չգիտեմ, որոշողը մարզաձևի միջազգային ֆեդերացիան է, կազմակերպությունները, որոնք դրանով զբաղվում են, բայց որպես այդ մարզաձևը սիրող ու գնահատող, որպես էսթետիկ հաճույք նաև մարդ, կարող եմ ասել, որ այնուամենայնիվ այդ պահումները, այդ երկու մարդու համահունչ շարժումներն են գեղեցիկ։ Մեկով չես կարող ասել ինքը սինխրոն է շարժվում, թե չէ, ինքը զգում է, թե չէ, իսկ այնպես ուրիշ է։ Շատ ճիշտ եք։ Չէ՞։ Շատ ճիշտ եք, իհարկե։ Լավ է, որ փորձում ենք այսպես, շատ լավ։ Հարցեր ունեն նաև հեռուստադիտողները։ Դրա համար պիտի տաղավար հրավիրեմ Մարիամին, որպեսզի պատասխանեք այդ հարցերին։ Բարի։ Խնդրեմ Մարիամ, եթե հարցեր կան, տանք տեսնենք ինչ կպատասխանի։ Ողջույն։ Ձեր աշխատանքով պայմանավորված ամեն օր երաժշտություն եք լսում, իսկ երբ մենակ եք, ինչ եք նախընտրում լսել։ Լռությունը, իհարկե լռություն, բայց շատ լռություն չեմ սիրում, որտեվ հոգնածուցիչ է լինում, պահագալի, որ էլի ուզում ես երաժշտություն լսես։ Հիմնականում փորձում եմ չոր հեռուստացույց նայել, նորություններ, ինչա տեղի ունենում աշխարհում, մի քիչ կտրվել աշխատանքից, այդպես։ Սիրելի ժանր չունեք։ Ֆուտբոլ։ Որն է ձեր սիրելի հայկական ուտեստը։ Գառի խորոված։ Որն է ամենաանսպասելի կամ զվարճալի դեպքը, որ եղել է ձեր հետ միջոցառումների ժամանակ։ Ամենահետաքրքիր զվարճալի դեպքը տեղի ունեցել իմ մրցույթների ժամանակ, երբ որ զուգընկերուս հետ պարում էի ու մի պահ տեղի ունեցավ սայթակում ու ես մնացի առանց զույգ, ինքը հայտնվեց գետնի վրա։ Դու շարունակեցիր պարել, թե օգնեցիր բարձր։ Այդ պահը մի քիչ շատ ծիծաղալու էր, ես փորձեցի փնտրել որտեղ է ինքը, հետո հայտնաբերեցի, որ գետնի վրա է։ Շատ հետաքրքիր էր։ Ունեք նախընտրած հանգստի վայր Հայաստանում։ Ոչ։ Հայաստանում չեք հանգստանում։ Հանգստանում եմ, բայց նախընտրած վայր չունեմ, որովհետև յուրաքանչյուր վայր ինձ շատ հաճելի է, ինչը կապված է Հայաստանի հետ։ Եվ վերջին հարցը, ինչպիսի ծրագրեր կան, որոնք ուղղված են երիտասարդներին ներգրավելուն։ Բարդ հարց է։ Միշտ ծրագրեր ուզեցել ենք ձեռնարկենք հատկապես դպրոցներում, բայց կանկեղծանամ մի քիչ վատ ենք աշխատում այդ առումով։ Եթե հարցերն ավարտվեցին, մեկ հարց էլ ես եմ ուզում տալ։ Իհարկե։ Ես իմ կողմից, բայց այսպես շատ անձնական։ Դու եղել ես մարզիկ։ Այո։ Քեզ դատել են մրցավարներ, դու իրենց մասին այդքան էլ լավ չես մտածել։ Հիմա երբ մրցավար ես, ափսոսում ես, որ այն ժամանակ մրցավարների մասին այդպես ես մտածել։ Միանշանակ, որովհետև այն ինչ որ բնականաբար ես մտածել եմ իմ մրցավարների մասին, վստահ եմ, որ այժմ մտածում են իմ մասին մարզիկները բնականաբար, բայց իրոք դա շատ ծանր աշխատանք է, շատ դժվար է։ Բնականաբար դու դժվարության մեջ ես, քանի որ պետք է ընտրես լավագույնին, իսկ նամանավանդ մեր հայ հասարակությունը, մեր հայ մայրերը բոլորը ուզում են, որ իրանց երեխան առաջ տեղ գլավի։ Բոլորը վստահ են, որ իրենցը ամենաուժեղն է։ Իսկ տենց չի լինում, ցավոք սրտի։ Շնորհակալություն, հաճելի էր, հետաքրքիր էր։ Հյուրս Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանն էր։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։